ԱՄՆ-ն որոշել է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին Թեհրանի դեմ Իսրայելի կառավարության անզորության պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, հաղորդում է իրանական Naver News գործակալությունը։ Փեզեշքյանն առաջին անգամ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտների հարվածներին եւ ասել, որ Վաշինգտոնն է Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության դեմ գործողությունների հիմնական պատճառը։ Քաղաքական գործիչը դատապարտել է ԱՄՆ բանակի հարձակումները եւ կոչ արել իրանական հասարակությանը միավորվել երկրի ենթակառուցվածքներին հարվածների ֆոնին։ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ է ոչ թե Իրանի, այլ նրա միջուկային ծրագրի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ը NBC News-ին տված հարցազրույցում։ Մենք Իրանի հետ պատերազմի մեջ չենք, մենք պատերազմի մեջ ենք Իրանի միջուկային ծրագրի հետ, ընդգծել է քաղաքական գործիչը։ Vance-ը մեկնաբանել է հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները եւ հայտարարել Թեհրանին կողմից միջուկային զենքի ենթադրյալ մշակման ծրագրերի զգալի ձգձգման մասին։ Նա նաև նշել է, թե Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձ ինքնասպանություն կլինի երկրի տնտեսության համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանին առանց կոնգրեսի թույլտվության հարվածելու որոշումը սահմանադրության խախտում է եւ հիմք է հանդիսանում իմպիչմենտի համար, սոցիալական ցանցերում հայտարարել է կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը։ Նա իմպուլսիվորեն պատերազմ սկսելու ռիսկի է դիմել, որը կարող է մեծ սերունդներ շարունակ թղարտի մեջ պահել, ընդգծել է նա։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի 3 միջուկային օբյեկտերի։ Աշխարհում այլ զինված ուժեր չկան, որ կարող են դա անել։ Հիմա խաղաղության ժամանակն է, ընդգծել է պետության ղեկավարը։ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի խորհրդական Հոսեյն Շարիաթ Մադդարին իրանական միջուկային օբյեկտերի վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո կոչ է արել հրթիռային հարվածներ հասցնել Միացյալ Նահանգների ՌԾՈ նավերին եւ փակել Հորմուզի նեղուց, հայտում է Կայհան թերթը։ Պահպանողական պարբերականը, որի գլխավոր խմբագիրն է Շարիաթ Մադդարին, հրապարակել է խորհրդականի հայտարարությունը։ Առանց տատանումների եւ հապաղման որպես առաջին քայլ մենք պետք է հրթիռային հարվածներ հասցնենք Բահրեյնում տեղակայ ամերիկյան ռազմածովային նավատորմին եւ միաժամանակ փակենք Հորմուզի նեղուցը ամերիկյան, բրիտանական, գերմանական եւ ֆրանսիական նավագնացության համար։ Կոչն ավարտվել է Ղուրանից մեջբերումով, որտեղ ասվում է սպանեք նրանց, որտեղ էլ որ հասցեք նրանց։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է, որ Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը ԱՄՆ-ի հարվածներից հետո եւ որ կարևորագույն ենթակառուցվածքները լուրջ վնաս չեն կրել, ինչի հասան ամերիկացիները Իրանի 3 կետերի վրա գիշերային հարվածերով։ Միջուկային ցիկլի կարևորագույն ենթակառուցվածքը ըստ երևույթին չի վնասվել կամ վնասվել է աննշան չափով, հայտարարել է քաղաքական գործիչը։ Միջուկային նյութերի հարստացումը եւ այժմ կարող ենք ուղղակիորեն ասել միջուկային զենքի ապագա արտադրությունը կշարունակվի, գրել է Մեդվեդևը իր տելեգրամյան ալիքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Truth Social-ում հայտնել է, որ Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտները մեծ վնաս են կրել ԱՄՆ ռազմական գործողության արդյունքում։ Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին մոնումենտալ վնաս է հասցվել, ինչպես ցույց են տալիս արբանյակային պատկերները։ Ոչնչացումը ճիշտ տերմին է, գրել է նա։ Ամենամեծ վնասը հասցվել է գետնի մակարդակից շատ բարձր։ Ուղիղ նշանակետին հավելել է պետության ղեկավարը։ Հունիսի 22-ի գիշերը նախագահ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ զինված ուժերը հաջողությամբ հարձակվել են Իրանի 3 միջուկային օբյեկտերի վրա Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում։ Նա ասել է, որ Թեհրանը պետք է համաձայնի դադարեցնել հակամարտությունը։ Իսրայելը հունիսի 13-ից ամեն օր հարվածներ է հասցնում Իրանին, որպես Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված գործողության մաս։ ԱՄՆ-ն չի ձգտում Իրանի հետ պատերազմի, բայց պատրաստ է արագ եւ վճռականորեն գործել, եթե իր քաղաքացիները, դաշնակիցները կամ տարածաշրջանում շահերը սպառնալիքի տակ հայտնվեն, հայտարարել է պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը Իրանի միջուկային ենթակառուցվածքների վրա հարվածների վերաբերյալ մամուլի ասուլիսում։ Միացյալ Նահանգները չի ձգտում պատերազմի, բայց եկեք հստակ լինենք։ Մենք կգործենք արագ եւ վճռականորեն, եթե մեր ժողովուրդը, գործընկերները կամ շահերը սպառնալիքի տակ հայտնվեն, ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։ Հեքսեթը շեշտել է, որ Ֆորդոյում, Նաթանզում եւ Սպահանում օբյեկտների վրա հարվածները շաբաթներ շարունակ պատրաստվել են խիստ գաղտնիության պայմաններում։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան հրամանը կենտրոնացված, հզոր եւ հստակ է։ Հունիսի 24-ից 27-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան, տեղեկացնում են արտաքին գործերի նախարարությունից։ Միրզոյանը Չինաստան է մեկնում ՀԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ եւ արտաքին գործերի նախարար Վան Յիի հրավերով։
Հունիսի 22-ին կաթողիկ Սուրբ Էջմիածնի տոններ հայոց եկեղեցու մեծ տոներից է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը։ Քաղաքացիները վաղ առավոտից այցելում են Մայրաթոր։ Զվարթնոց տաճարի մոտից մեծ թվով քաղաքացիներ ուղևորվել են դեպի Մայրաթոր ի աջակցություն Սուրբ եկեղեցու, որի դեմ վերջին շրջանում արշավ է սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իշխանությունների հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը։ Այս մասին Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ իր ուղերձում ասել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ. Նա նաև անդրադարձել է գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող գործընթացներին, դրանք որակելով անօրինական հետապնդում եւ բռնաճնշում։ Իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային մեր միաբանությանը, մեր երկրի ներքին կայունությանը և ուղիղ հարված հայոց պետականությանը։ Օրեր առաջ ականատես դարձանք մի նոր դատապարտելի երևույթի։ Ի պաշտպանություն Սուրբ Էջմիածնի հանդես եկող եկեղեցանվեր հայորդու ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվեց անօրինական հետապնդում, արդարև, ատելությամբ ու թշնամանքով բարիք չի ծնվի, բռնաճնշումներով երբեք երկիր չի կառուցվի, սպառնալիքի ու վախի մթնոլորտում արդարություն ու համերաշխություն չի հաստատվի։ Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը Հայաստանից Ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է Ռուսաստանի Դաշնության մաքսային սահմանը, այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նախարարը նշել է, որ քիչ թվով մեքենաներ վերադարձվել են փաստաթղթային խնդիրների պատճառով։ Խոստացել է նաև առաջիկայում այս մասով պարբերաբար հրապարակել տեղեկատվություն։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների գրողները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը, հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը։ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաեւ Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը եւ տարածքային ամբողջականությունը, ասել է Չինաստանի ներկայացուցիչը։ Չինացի դիվանագետը նշել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին Միացյալ Նահանգների հարվածներից հետո Չինաստանը անհապաղ հրադադարի կոչ է անում։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան կոչ են արել Իրանին չձեռնարկել հետագա գործողություններ, որոնք կարող են ապակայունացնել Մերձավոր Արևելքը։ Համատեղ հայտարարության մեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ընդգծել են, որ իրենք հետեւողականորեն հայտարարել են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա եւ աջակցում են Իսրայելի անվտանգությանը։ Մեր նպատակը նախկինի պես այն է, որ թույլ չտանք, որ Իրանը միջուկային զենք ստանա, ասվում է հայտարարության մեջ։ Երեք երկրների առաջնորդները կոչ են արել Իրանին բանակցություններ սկսել համաձայնության հասնելու համար, որը կլուծի նրա միջուկային ծրագրի հետ կապված բոլոր մտահոգությունները։ Մենք պատրաստ ենք մեր ավանդը ունենալ այս նպատակի ձեռքբերման գործում բոլոր կողմերի հետ համակարգված, ասել են նրանք։ Իսրայելը շատ մոտ է Իրանում իր նպատակներին հասնելուն, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Սա մի ռեժիմը, որը ցանկանում է ոչնչացնել մեզ եւ այդ պատճառով մենք սկսել ենք այս գործողությունը, վերացնելու մեր գոյության երկու կոնկրետ սպառնալիքները՝ միջուկային եւ բալիստիկ հրթիռների սպառնալիքները։ Մենք քայլ առ քայլ շարժում ենք դեպի այս նպատակներին հասնելը։ Մենք շատ մոտ ենք դրանց, ասել է Նեթանյահուն։ Դամասկոսի եկեղեցում ահաբեկչությունը տեղի ունեցել, հայտնում է Ալ Ջազիրան։ Նախնական տվյալներով կան զոհեր։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն վանքի ներսում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից երկրի միջուկային օբյեկտներին հասցված հարվածները։ Դիվանագետը բացատրել է, թե ինչպես է Թեհրանը արձագանքելու եւ գնահատել իրանական միջուկային ծրագրի ապագան։ Հենց Միացյալ Նահանգներն են դավաճանել դիվանագիտությանը, նրան գործողություն են իրականացնում Իրանի ժողովրդի դեմ։ Միայն նրանք են պատասխանատու, Իրանն իրավունք ունի պաշտպանվել ՄԱԿ-ի կանոնադրության եւ համապատասխան հոդվածների համաձայն։ Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները իր անվտանգությունն ու շահերը պաշտպանելու համար, այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի, ասել է նա։
Ուղեկցել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին նման կարևոր պահին Թուրքիա կատարած իր նշանակալի այցի ընթացքում։ X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Երկխոսությունը, հարաբերությունների կարգավորումը եւ խաղաղության խթանումը տարածաշրջանում մեր անմիջական հարևանությամբ առանցքային են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, նշել է Միրզոյանը։ Միացյալ Նահանգները բանակցային գործընթացն օգտագործեց Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու նախապատրաստությունները թաքցնելու համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին NBC News-ին տված հարցազրույցում։ Հիմա ամեն ինչ կախված է Միացյալ Նահանգներից։ Արդյոք նրանք իսկապես ցանկանում են դիվանագիտական լուծում գտնել, թե սկզբից այլ ծրագիր ունեն եւ միևնույն է մտադիր էին հարձակվել Իրանի վրա, ասել է Արաքչին։ Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Միացյալ Նահանգների համար բանակցությունները կարող էին քողարկում լինել Իսրայելին հնարավորություն տալով նախապատրաստվել եւ հարձակվել Իրանի վրա։ Եթե Իսրայելը որևէ մտահոգություն ունի Իրանի եւ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ, ապա դրանք պետք է լուծվեն, քանզի կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Sky News Arabia-ին տված հարցազրույցում։ Եթե Իսրայելի ղեկավարությունը որևէ մտահոգություն ունի, ապա դրանք պետք է լուծվեն։ Իմ կարծիքով դրա համար անհրաժեշտ ձևեր եւ հնարավորություններ կան, նշել է Ռուսաստանի նախագահը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. Իսրայելը չի կարողանա ինքնուրույն ոչնչացնել իրանական ստորգետնյա Ֆորդո միջուկային օբյեկտը։ Այս մասին հաղորդում է Times of Israel-ը։ Նրանք իսկապես շատ սահմանափակ հնարավորություններ ունեն։ Իսրայելը չի կարող դա անել միայնակ, հավելել է նա։ Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ երկարատև ռազմական արշավի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էլիա Զամիրը, հաղորդում է The Financial Times-ը։ Նրա խոսքով, չնայած հրթիռային ենթակառուցվածքներին հաջող հարվածներին եւ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարության ոչնչացմանը, Իսրայելին երկար եւ բարդ գործողություն է սպասվում։ Զամիրը նշել է, որ Իսրայելի զինվորականները գործում են Իրանի կողմից լայնածավալ սպառնալիքի պայմաններում։ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դիվանագետները գաղտնի բանակցություններ են վարում այն մասին, թե ով կլինի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի իրավահաջորդը։ Այս մասին հայտնում է CBS News-ը, հղումանելով իր աղբյուրներին։ Աղբյուրի խոսքով ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետները նաեւ մտածել են, որքանով են ներկայիս իշխանությունները կարողանում արդյունավետ կառավարել Իրանը։ Բացի այդ պարբերականի տվյալներով, առաջիկա 2 շաբաթվա ընթացքում դիվանագիտությունը վերջին հնարավորությունը կունենա վերջ տնելու Իսրայելի եւ Իրանի հակամարտությունը։ Իսրայել-Իրան հակամարտությունը իրականում ոչ մի կերպ չի ազդում Ռուսաստանի վիճակի վրա, թեկուզ եւ այդ փաստի արձանագրումը ցինիկ է թվում։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։ Որքան էլ դա ցինիկ հնչի, բայց Իսրայելի եւ Իրանի միջև այս ամբողջ խմորումը ակնհայտորեն չի վնասում մեր գործերին, խոստովանել է Մեդվեդևը։ Քաղաքական գործչի խոսքով ամերիկացիների մեծամասնությունը նույնիսկ չգիտի որտեղ է գտնվում մեռնող Ուկրաինան։ Այս ամենով հանդերձ Մերձավոր Արևելյան հակամարտության համաշխարհայինի վերածվելու ակնհայտ վտանգ կա, հավելել է Մեդվեդևը։ Դաշինքի անդամ երկրները կփակեն դուռը Ուկրաինայի առջև Ռուսաստանի հետ ուղղակի բախման վախի պատճառով, այս մասին գրում է Foreign Affairs ամսագիրը։ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու նախկին խոստացումներից անկախ Դաշինքի ներսում հանրապետությանը հրավիրելու վերաբերյալ կոնսենսուսի հասնել չի հաջողվել եւ քիչ հավանական է, որ այն իրականություն դառնա մոտ ապագայում։ Միևնույն ժամանակ Հյուսիսատլանտյան Դաշինքի անդամ երկրները հստակեցրել են, որ Ուկրաինայի պաշտպանությունը չեն դիտարկում որպես Ռուսաստանի հետ պատերազմը սկսելու հիմք, ասվում է հոդվածում։ Նշվում է, որ եվրոպական երկրների պատրվակը Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ ավելի է թուլացնում հանրապետության դիրքերը, քանի որ Կիևը անխուսափելիորեն կձախողվի այս հարցում։ Իսրայելը հարձակվել է իրանական Սպահանում գտնվող միջուկային օբյեկտի վրա, այս մասին հայտնում է Ֆարսը։ Վտանգավոր նյութերի արտահոսք տեղի չի ունեցել, անհանգստանալու ոչինչ չկա, ասում է գործակալությունը։ Նրա տվյալներով Իսրայելը հարձակումն իրականացրել է հունիսի 21-ի գիշերը, այն արտացոլվել է ՀՕՊ համակարգով։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշանակել է ցամաքային զորքերի նոր հրամանատար երկրում զորահավաքի գործընթացն արագացնելու համար։ Այս մասին հաղորդում է բրիտանական Financial Times թերթը հղումանելով իր աղբյուրներին։ Զելենսկին նշանակել է ցամաքային զորքերի նոր հրամանատար Կիևը հույս ունի արագացնել զորահավաքը բարձրագույն ռազմական ղեկավարության վերադասավորումների միջոցով, նշում է հրատարակությունը։ ԱՄՆ զորքերը Իրան ուղարկել է ծայրահեղ միջոց է, այս մասին լրագրողների զրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Ցամաքային ուժերը ծայրահեղ բան են ընդգծել է նա։ Դրանից կարճ ժամանակ առաջ Կատեխոն վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Միխայել Յակուշևը հայտարարել էր, որ անհնար է լիովին բացառել ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները, քանի որ Թրամփի թիմում կան ազդեցիկ բազաներ, որոնք պաշտպանում են հարցի լուծումը ռազմական ճանապարհով։ Թրամփը պետք է հասկանա, որ Իրանի վրա հարձակվելով նա կկորցնի քաղաքական միավորներ, քանի որ սկզբում նա առաջադրվել էր որպես խաղարար, ընդգծել է Յակուշևը, ավելինս նրա դեմոկրատական կուսակցության շատ ներկայացուցիչներ Սպիտակ տան ներկայիս ղեկավարի հակառակորդները աջակցում են Իրանին եւ Պաղեստինին, ինչպես նաեւ դեմ են ԱՄՆ-ի ներգրավմանը նոր հակամարտության մեջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել առաջիկա շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Նա այս մասին ասել է Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում ամերիկացի առաջնորդի խոսքով։ Թեհրանն արդեն իսկ ունի միջուկային նյութերի զգալի պաշարներ, ինչը հնարավորություն է տալիս արագորեն հավաքել զենքը։ Կարծես թե ես ճիշտ էի նրանց արդեն իսկ ունեցած միջուկային նյութերի վերաբերյալ, ասել է Թրամփը, հավելելով, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու մասին Իսրայելի սպառնալիքները չեն իրականանա։ Armenpress-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է ՏԱՍՍ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։ Ես շատ կցանկանայի, որ ձեր ասածները մնան հռետորաբանության մակարդակում, նշել է Ռուսաստանի նախագահը։ Պուտինը նաև նշել է, որ Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտություն լուծելու համար կարելի է գտնել ընդունելի լուծումներ։ Այստեղ իմ կարծիքով անկասկած կարելի է գտնել ընդունելի լուծումներ երկու երկրների համար եւ գլոբալ հարավի երկրները եւ հատկապես տարածաշրջանի երկրներն անկասկած կարող են դրական ազդեցություն ունենալ այս գործընթացի այս լուծումը գտնելու վրա։ Իմ կարծիքով նման լուծում գոյություն ունի, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն Իրանի դեմ ռազմական գործողության նպատակներից մեկը անվանել էր Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի գոյության դադարեցումը։ Գործարար Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, ինչ հաջողվեց ներկայիշխանություններին, մաս 1։ Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր, ասեմ ինչու։ Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ տիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը, դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո։ Փորձառու դատախազի անմխիթար վիճակը ամբողջ դատավարության ընթացքում եւ վերջապես իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով տեղ-տեղ արհամարանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները, դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ։ Այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր, բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու, պայքարելու ենք, ասվում է ուղերձում։ Հունիսի 20-ին Անկարայում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մեդիահաբին Անկարայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը հայտնեց, որ Պոլսո Պատրիարքարանի որևէ հոգևորական չի մասնակցել հանդիպմանը, թեև նրանց հրավերներ ուղարկված են եղել։ Մեզ փոխանցեցին, որ այլ հայ հոգևորական եղել է հանդիպմանը, մասնավորապես կաթոլիկ հայ համայնքի եւ հայ ավետարանչականի ներկայացուցիչները, սակայն առաքելական Պոլսո Պատրիարքարանը չի մասնակցել հանդիպմանը։ Ըստ էության Փաշինյանի հրավերը Իդեպ Փաշինյանը Տելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որում հոգևորական է երևում, սակայն մենք ճշտեցինք, որ նա կաթոլիկ հայ համայնքի ներկայացուցիչ է։ Իսրայելի կենտրոնում գտնվող բնակելի շենք է հրդեհվել Իրանի կողմից հրետակոծությունից հետո, այս մասին հաղորդում է Times of Israel-ը։ Պարբերականը նշել է, որ հրդեհը սկսվել է, երբ հրթիռի մասերը հարվածել են շենքին այն բանից հետո, երբ այն որսացվել է։ Փրկարարները աշխատում են դեպքի վայրում, դրանից կարճ ժամանակ առաջ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ եւ երկրի մի քանի շրջաններում լսվել են օդային տագնապի ազդանշաններ։ Իսրայելի պաշտպանության բանակը ընդգծել է, որ թիրախները որսալու համար օգտագործվել են
Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանին տալ ոչ ավելի քան 2 շաբաթ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովեստին։ Կտեսնենք, թե որքան ժամանակ է դա, բայց ես նրանց ժամանակ եմ տալիս եւ կասեի, որ 2 շաբաթը առավելագույնն է, կիսվել է Թրամփը։ Նախկինում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Իրանը շաբաթներով է հեռու միջուկային զենք ստեղծելուց։ Սիրիայի Գոլանի բարձունքների մերձակայքում նկատվել է իսրայելական գաղտնի անօդաչու թռչող սարք Ra-01, ըստ աղբյուրի, չնայած տեսանյութի որակը թույլ չի տալիս մանրամասն ուսումնասիրել սարքը, այն հիշեցնում է նույնատիպ սարք, որը նկատվել է դեռևս 2024 թվականին։ Ra-01 օգտագործվում է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից գաղտնի առաքելությունների համար, ներառյալ Իրանի տարածքում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը կարող են ունենալ Ra-01 մոդելի ամբողջական անօդաչու ուժ, որն արդեն պատրաստ է մարտական կիրառման։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է իրանական Արաք քաղաքի մոտակայքում կառուցվող միջուկային օբյեկտին հասցված հարվածը, հայտարարելով, որ առանցքային շենքերին վնաս է հասցվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ըստ տվյալների օբյեկտում միջուկային նյութ չի եղել, ռեակտորները, ինչպիսիք են Թեհրանից 250 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող Արաքի օբյեկտը, կարող են օգտագործվել գիտական նպատակներով, բայց պլուտոնիումը ձևավորվում է որպես կողմնակի արտադրանք, որը կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար։ ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ չնայած իսրայելական հարվածների արդյունքում ռադիոլոգիական խոշոր միջադեպ տեղի չի ունեցել, սակայն ռադիացիոն վթարի վտանգ դեռ կա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվա մտադիր է զարգացնել ռազմական եւ տեխնիկական համագործակցությունը բարեկամ երկրների հետ, ներառյալ համատեղ զինտեխնիկայի արտադրությունը եւ զինծառայողների վերապատրաստումը։ Այս մասին նա նշել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։ Նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի զինել սեփական բանակը, նորագույն տեխնիկայով արդիականացնել ռազմաբազաները եւ բարձրացնել զինված ուժերի մարտունակությունը։ Նա հավելել է, որ համագործակցությունը բարեկամ երկրների հետ ներառում է ոչ միայն սպառազինության մատակարարում, այլև համատեղ մշակումներ եւ արտադրական հզորությունների ստեղծում։ Պուտինը նշել է նաեւ, որ Մոսկվան նախատեսում է զարգացնել առևտրատնտեսական կապերը գործընկերների հետ, վերացնելով արգելքներն ու խորացնելով ներդրումային համագործակցությունը, հայտնում է Reuters-ը։ Ուկրաինայի պետական լեզվի պաշտպանության հանձնակատարի թեկնածու Ալեքսանդր Զավալսկին առաջարկել է լեզվական հարցը երկրում լուծել առանց ավելորդ աղմուկի եւ PR-ի Զավալսկու խոսքով ինքը կողմ է ուկրաիներեն լեզվի կարգավիճակի որակյալ վերականգնմանը, շարունակելով պետական ուկրաինացման քաղաքականությունը։ Նա նշել է, որ հարցին անհրաժեշտ է մոտենալ համակարգված առանց հանրային հակասություններ հրահրելու։ Զավալսկու լեզվական քաղաքականության մշակման համար արդեն պատրաստ է համապատասխան գործողությունների ծրագիր, որը մշակվել է սոցիոլոգիական կազմակերպության մասնագետների կողմից։ Ռուսաստանը հիմք է ընդունում տեղում ձևավորվող իրողություններից եւ պնդում է, որ դրանք ընդունվեն ու չի պահանջում, որ Ուկրաինան հանձնվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի շրջանակում։ Նա նաեւ պնդել է այն դիրքորոշումը, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են, ուստի կարելի է համարել, որ ամբողջ Ուկրաինան մերն է։ Ես արդեն բազմիցս ասել եմ, որ իրականում ռուսներին եւ ուկրաինացիներին համարում եմ մեկ ժողովուրդ։ Այս իմաստով ամբողջ Ուկրաինան մերն է, ասել է Պուտինը, պատասխանելով այն հարցին, թե ուր կարող է հասնել ռուսական բանակը։ Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Մոսկվան երբեք կասկածի տակ չի դրել ուկրաինացի ժողովրդի անկախության եւ ինքնիշխանության իրավունքը։ Մեկնաբանելով այն պնդումը, որ Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայի հակամարտության հարցում նույնն է, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի հարցում կապիտուլյացիայի անհրաժեշտության վերաբերյալ, Պուտինը շեշտել է. այս իրավիճակը նույնը չէ, այն իապես տարբեր է։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները ցանկանում են վերանայել Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը կապված հրեական պետության կողմից Պաղեստինի տարածքներում, Լիբանանում, Սիրիայում եւ Իրանում մարդու իրավունքների խախտման հետ։ Այդ հարցը նախատեսված է քննարկել երկուշաբթի Բրյուսելում։ Նոր փաստաթուղթը պատրաստել է Եվրամիության գլխավոր դիվանագետ Կայա Կալասը։ Ըստ մասնագետների, Եվրամիություն-Իսրայել ասոցացման համաձայնագրի լիակատար կասեցումը քիչ հավանական է, սակայն համաձայնագրի որոշ մասեր, որոնք օրինակ վերաբերում են առևտրին, կարող են կասեցվել։ Դրա համար միության բոլոր 27 անդամ երկրների համաձայնությունը պարտադիր չէ։
Իսրայելի դեմ հնարավոր միջոցառումները կարող են ներառել իսրայելական արտադրանքի հանդեպ մաքսատուրքերի սահմանումը եւ Իսրայելի մասնակցության կասեցումը հետազոտական նախագծերին, ինչպիսին Horizon Europe-ն է։ Եվրոպական 8 երկիր արդեն նամակ է ուղարկել Եվրամիությանը, խնդրելով դադարեցնել առևտուրն Իսրայելի օկուպացրած պաղեստինյան տարածքներում գտնվող բնակավայրերի հետ։ Եվրամիությունն Իսրայելի ամենամեծ առևտրային գործընկերն է, որի առևտրի ծավալն անցյալ տարի կազմել է 42.6 միլիարդ եվրո։ Նախատեսված միջոցառումները կարող են խիստ բացասական հետևանքներ ունենալ հրեական պետության համար։ Իրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Եվրոպայի այլ երկրների հետ, ինչպես նաեւ դիտարկում է մոտ ապագայում եվրոպական եռյակի ձևաչափով եւս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորությունը հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ամփոփելով Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։ Մենք աջակցում ենք եռյակի եւ Եվրամիության անդամ այլ երկրների հետ խորհրդակցությունների շարունակումը, մենք նաեւ պատրաստ ենք մոտ ապագայում եւս մեկ հանդիպում անցկացնել, ասել է նա։ Միաժամանակ Արաղչին ընդգծել է, որ Իրանը կշարունակի ինքնապաշտպանության իր օրինական իրավունքի իրացումը եւ բանակցություններ չի վարի կողմերից որևէ մեկի հետ, քանի դեռ շարունակվում են իսրայելական հարձակումները։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունները նախատեսված են Երևանի ժամանակով ժամը 19:00-ին Ստամբուլի Դոլմաբահչեի աշխատանքային գրասենյակում։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 16-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Ավագանու Հանրապետություն կուսակցության ընտրական ցուցակից ընտրված Արտակ Զենյալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ Հանձնաժողովը հունիսի 20-ի արտահերթ նիստում լիազորությունները վաղաժամկետ դադարած Ավագանու անդամի մանդատը տրամադրել է Հանրապետության կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լինա Հովանեսի Ղշյանին։ Նշենք, որ Արտակ Զեյնալյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետգնդապետ Դավիթ Սանամյանի հետ հանդիպումից հետո Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա իրականացնող անհետ կորածին ծառայողների ծնողները որոշել են բացել պողոտան։ Նշենք, որ արդեն 2 օր է Բաղրամյան պողոտան փակ է։ Անհետ կորածին ծառայողների հարազատները պահանջում են հետ վերադարձնել ազգային անվտանգության ծառայության պաշտոնակարգված տնօրեն Արմեն Աբազյանին, քանի որ հենց նա էր զբաղվում անհետ կորածների հարցերով եւ կապ պահպանում ծնողների հետ։ Այժմ նրանք մտավախություն ունեն, որ իրենց որդիների հարցը օրակարգից ընդհանրապես դուրս կգա։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, թեկուզ հենց հիմա Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մենք պատրաստ ենք այն ստորագրել, թեկուզ հենց հիմա։ Մեր կողմից որևէ սահմանափակող կամ լրացուցիչ պայման չկա։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա եւ ցանկանում ենք, որ դա արվի որքան շուտ, այնքան լավ, ասել է Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի եւ ժամանակի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։ Ռուսաստանը հանդուրժող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը Պուտինին խորհուրդ էր տվել սկսել կարգավորել Ուկրաինայի հետ հակամարտությունը, իսկ հետո միայն մասնակցել Մերձավոր Արևելքում էսկալացիան կարգավորելու փորձերին։ Մոսկվան այդ հայտարարությունը վիրավորական չի համարում։ Նախագահ Թրամփն ունի իր ուրույն խոսելու ձևը եւ իր ուրույն լեզուն։ Մենք բավականին հանդուրժող ենք եւ ակնկալում ենք, որ բոլորը հանդուրժող կլինեն մեր հանդեպ, ասել է Պեսկովը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հունիսի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հունիսի 24-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 23-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 24-ից 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 23-ին աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։